Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի YouTube-յան, Facebook-յան էջերում, ինչպես նաև Նոյան Տապանի Patreon-ում։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Գալստյան, անդրադառնանք վաղաշաբաթի ընտրություններին։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ է տոնում, գիշերը մենք տեսանք արդեն փողոցներում զուռնա-դհոլով եւ այլն։ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել եւ գրել, որ վաղաշաբաթցիներ ընտրեցին Արգիշտի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ Մանրամասներին չեմ անդրադառնում, կարծում եմ օրվա մեջ բոլորն էլ կծանոթանան այս հայտարարությանը, այս շնորհավորանքին, ընդ որում գիշերը արդեն քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց, որ ընդդիմությունը ջախջախվել է Էջմիածնում, ջախջախվելու է նաև Հայաստանի Հանրապետությունում։ Անեծքի եւ լկտի խոսույթի ճանապարհով գնացող ընդդիմությունը ջախջախվեց։ Մեխակյանը կընտրվի համայնքի ղեկավար եւ բոլորն էլ հուսով են, վստահ են, որ վաղաշաբաթը ծաղկելու է։ Հիմա անդրադառնանք արդեն ձեր տեսակետներին, ինչ եք կարծում, ինչ տեղ ունեցավ վաղաշաբաթում։ Վերջից սկսեմ, վաղաշաբաթի իշխանությունը արդեն 7 տարի է, մոտավորապես արդեն 8-րդ տարին է քաղաքացիական պայմանագիրն է ղեկավարում, ոնց որ թե ծաղկունքը ու զարթոնքը դեռ չենք տեսել, սա առաջին։ Երկրորդ, ինչ վերաբերում է ընդդիմությունը ջախջախից պարտություն է կրել։ Համաձայն չեմ, բացատրեմ ինչի համար, որովհետև ընդհանուր ընտրողների 21% է հավաքել քաղաքացիական պայմանագիրը, ընդ որում տոտալ վարչական ռեսուրսի կիրառմամբ, բոլորս ենք ականատես եղել, Չկա նման բան, հերքում են, չկա նման բան։ Նու հիմա լավ սենց ասեմ ձեզ, գոնե թե էկրաններով երևում է, որ այնտեղ էին տարբեր մարզի մարզպետներ, ազգային ժողովի պատգամավորներ, ԿՊԱ-կաններ, տարբեր քաղաքի համայնքապետեր, հիմա եթե դա վարչական ռեսուրս չի, դա ինչ է։ Հիմա եթե իշխող կուսակցությունն է, իշխող կուսակցությունը երկրով մեկ ունի իր քաղաքապետերին եւ այլն, եւ այդ բոլոր մարդկանց ընտրության օրը բերում է այդտեղ։ Տրամաբանական է, որ դա վարչական ռեսուրսի օգտագործումը, թե չէ։ Հա, օրենքով կարանք, օրենքի տեսանկյունից ձևակերպենք, որ այդ օրը կիրակ է եղել, մարդիկ ազատ են եղել, եկել են իրենց ընդհանուր թիմակիցներին, եկել են իրենց ընդհանուր թիմակիցներին։ Դե հիմա, ասենց ասեմ, կիրառվել է 90-ականների հատուկ տեխնոլոգիան վարչական ռեսուրսի կիրառման, ամբողջ կառույցով հանում էին տվյալ քաղաքում տեղական ինքնակառավարման, ով ինչ ծանոթ ընկեր բարեկամ ունի, իրանց աշխատողներին նույն բանը հրահանգվում էր, ցուցակները վեկալում են, ցուցակները այդ օրը գալիս են, այդ մարդկանց տանում են ընտրության։ Առերևույթ որևիցե օրենսդրական խախտում չկա, բայց հենց տոտալ վարչական ռեսուրսի կիրառումը հենց դա է։ Այդ որ հիմա ասում են դա չկա, վերադառնանք 17 թվականին, Հանրապետական կուսակցությունը շռնդալից հաղթանակ տոնեց, 6 ամիս հետո իշխանազրկվեց, պսևդո հեղափոխության անվան տակ, մասնակցեց ընտրություններին, հավաքեց 1%։ Այսինքն հիմա քաղաքացիական պայմանագրին, որ իշխանությունից հանես, նույն 1%-ն մնալու է իրան։ Հիմա անդրադառնամ արդյունքներին։ 70,000 ընտրող, 15,000 ձայնով մարդ ընտրվում է քաղաքապետ։ Օրենքով է, հա, օրենքով։ Հիմա այս որ ընդդիմադիր դաշտից, հա, մեր դաշտից կոպիտ ասած, որ այդքան ասում են, այդ 15,000-ով չի կարող լինել եւ այլն, հա, ճիշտ են ասում, չի կարող լինել։ Այստեղ ինձ մոտ հարց է առաջանում, իսկ այդ օրենքը, որ 15,000-ով 20%-ով կարաս քաղաք ղեկավարես կամ պետություն ղեկավարես, իսկ այդ օրենքն ով ընդունեց։ Էլի, սահմանադրություն, Սերժ Սարգսյանի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի դրական օրենսգիրք։ Այսինքն դուք եք տվել այդ հնարավորությունը։ Չեմ ուզում կոպիտ արտահայտվեմ, հանրահայտ ժողովրդական բզի մասին ասացված կա։ Հիմա այդ բիզը հետ է եկել։ Ընդհանուր գնահատական կարող եմ տան վաղաշաբաթի ընտրությանը, կարելի է արձանագրել, որ նույնիսկ տոտալ վարչական ռեսուրսի կիրառման դեպքում հավաքական ընդդիմությունը հավաքել ավելի շատ ձայն, մոտ 51.5, իշխանությունը տոտալ
վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարողանում հաղթահարի 51%-ի շեմը։ Այսինքն բավական էր, եթե վաղար շաբաթում ընդդիմությունը ոչ թե ինք իր ձայները մաշացներ, այլ մի կողմ դնեին ամբիցիաներ եւ հավաքվեին դիցուկ մեկ տեխնազոյի շուրջ, հաղթանակը միանշանակ, նույնիսկ այս պատկերի դեպքում ձայների հաղթանակը միանշանակ լինելու էր ընդդիմությանը։ Ու կարող եմ նաեւ sense ասեմ, ուզում ատելության խոսքին անդրադառնամ, ինչքան հնարավոր է եղել հետևել եմ բոլոր տեխնացուների խոսքին։ Միակ տեխնացուն, որ հավաքել է մոտ 31%, դա հաղթանակն է, ընդ որում դա միակ տեխնացուն էր, ոչ ճանաչում էր տղային, ոչ երբևիցե շփվել եմ, որ խոսում էր քաղաքից, քաղաքի զարգացումից, եղել այդ տղան։ Անունն էլ դաժե։ Սևակ, հա։ Հասկանում ես չեմ շում այս բան։ Մնացած բոլորի ամբողջ խոսույթը եղել է Էջմիածին ազատագրելու ենք, վաղար շաբաթ ազատագրելու ենք, թուրքերին կախելու ենք, իրանց հետևորդներին խաչելու ենք։ Այսինքն, սենց ասեմ ձեզ։ Նորմալ չի։ Ոչ միայն նորմալ չի, ես սա չեմ համարում տեղական ինքնակառավարման ընտրություններ, այլ երկու թիմ, այս մեկը բաժանված, իրար վերջի հայհոյանքներն են տվել, իսկ այդ հայհոյանքները ինքիրանով վերում է պատերազմական վիճակի համաձայն եկին մետ։ Հիմա ասենք դուք եթե փողոցով գնում եք, տեսնում եք երկու հոգի իրար հարվածում է եւ հայհոյում է, ընդունեք որ ժողովրդի 80% է, անդրադառնում են 50%-ին որ չերեք ընտրությանը 55։ Դրանցից շատ քչերն են որ գալիս են, փորձում են միջամտեն այդ իրավիճակին։ Մնացած բոլորը աշխատում են հեռու մնան։ Այ որ այդքան ասում են մարդկանց 55%-ը չի եկել ընտրությանը անտարբեր են էսեն, ոչ, նրանք անտարբեր չեն։ Նրանք ուղղակի ձեր այդ կեղտոտ խաղին չեն ուզում մասնակցեն, ձեր հայհոյանքների մեջ չեն ուզում մտնեն։ Հիմա լավ, ինչ որ այա 15000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի վաղար շաբաթից ձայն է տվել Մեխակյանին։ Ընդ որում տվյալ դեպքում ես ասում ձայն է տվել Մեխակյանին նոր երկրորդ էտապով քաղաքացիական պայմանագրին, որտեղ տեղական ընտրությունները ունեն իրենց սպეციფիկան։ Վերջի մարդ եղել է Խոյ համայնքի ղեկավարը, վերջի Եվ ընդ որում գովում են նրա արած աշխատանքներ են։ Անկեղծ ասած չգիտեմ, ոչ մի բան չեմ կարող ասել։ Ես իր հորն եմ ճանաչել, դեռ Արցախյան պատերազմի ժամանակ, հերոսի տղա է, էդ էլ մտան ընտանիքներ պղծեցին, հորնա դավաճանել, ինչ արել, ինչ չի արել։ Ամեն դեպքում առաջերտին ձայն են տվել Մեխակյանին, նոր երկրորդը գալիս է քաղաքացիական պայմանագիրը։ Լավ, հիմա 15000 մարդ ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք ընդդիմադիրներ ենք։ Մենք ակնկալում ենք 26 թվականին դիցուկ ընտրությունների ժամանակ, որ այդ մարդիկ պետք է մտքափոխվեն, հա, կոպիտ եմ ասում։ Այսօր առավոտյան համացանցը բացում եմ, չեմ ուզում անունները տամ, ճանաչված ընդդիմադիր քաղաքական գործիչների գնահատականները։ Այս 15000-ներին, էլ կոմբիկեր մլացեք դեմները թլապ են, էլ թուրքեր, էլ դավաճաններ։ Հիմա աստրամանբանության, հա, 26 թվականին, եւ որ դու մի մարդու ասում ես դավաճան, թուրք, կոմբիկեր լափող, անասուն, ժեղ, երբևիցե քեզ ձայն տալու է, ոչ։ Միևնույն ժամանակ դու իրան Միտումնավոր է արվում։ Չի ասի, ես մի ժամանակ մտածում եմ։ Որտեվ ռազմավարությունը ամեն դեպքում Ես մի ժամանակ մտածում եմ, որ դա կարող է լինի միտումնավոր։ Իրենցից այսպես ասած վանելու եւ Նիկոլ Փաշինյանի նամերի։ Ավելի շուտ դա իրանց էությունն է։ Երկու թևին է։ Նրանք նրանց չեմ ասում։ Երկու թևինն է։ Այն սեփական անճարությունը չգնահատելը հանգեցնում է դիմացինին վիրավորելուն։ Այսինքն պետք է ընդհանրապես ընդունել սեփական սխալները, դրա վրա ինչ-որ մի բան կառուցել։ Օրինակ, նայեք հասարակ ձեզ բան եմ ասում, չեմ ուզում անվանարկեմ ոչ նախկին նախագահներին, ոչ նախկին իշխանություններին, ոչ էլ գոհամ սրանց։ Բայց հիմա ասենք մենք ընդդիմությունը հիմնականում մեղադրում է քաղաքացիական պայմանագրին, որ իրանց սխալները չեն ընդունում։ Ասենք իրանց վրա իսկ գցում են Արցախի հանձնման բեռը, որ ակնհայտ իրանք են ստորագրել հոկտեմբերի 6-ը, օգոստոսի 8-ը, նոյեմբերի 9-ը։ Ոնց ասում են, այ դու ես արել, այլ ասում են ես չեմ արել։ Լավ ընդունում են Քավլիցի, բարի։ Բայց ունեք ես կուզենայի մի հատ հարց տալ, մեր 3 նախկին նախագահներին եւ բոլոր իշխանություններին։ Լավ 30 տարի, 25 տարի այս երկիրը կառավարել եք։
ամեն ինչ ճիշտ է կարել։ Այ որ պահին որ դուք գոնե ձեր սխալը կընդունեք, նոր կարեք պահանջեք ես մեկից էլ, ասեք դու էլ քո սխալը ընդուն։ Այսինքն միջև այսօր իրանք իրանք սխալները չեն ընդունում։ Սկսած 90-ականներից մեր իշխանության ժամանակներից միջև այսօր մարդիկ իրանք սխալները չեն ընդունում, բայց ես մեկից պահանջում են, ասում են դու ընդունի։ Պարոն Գալստյան, անընդհատ 90-ականներն ենք շեշտում, դուք էլ եղել եք այդ ժամանակ իշխանության մաս։ Ինքներդ այդ սխալները վերանայել եք, ունեցել եք սխալներ, սա ձեր փորձից ելնելով եք դուք այս ամենը հորդորում։ Միանշանակ։ Եվ հաջողությունը այդտեղ է։ Ես դες ասեմ, այս կարգի բավականին հանգամանալից, ինչ-որ միտեղ կոշտ, ներվային, ասեմ, խոսակցություն ես ունեցել եմ այս ժամանակվա նախարար Վանո Սիրադեղյանի հետ, երբ որ եկանք հասանք 95 թվականի ազգային ժողովի ընտրություններին եւ 96 թվականի նախագահականներին։ Ես այն ժամանակ էլ էի նույն բանը բարձրացնում, որ այս ատելությունը այն ժամանակ էլ ատելության խոսքը սկսվեց մտնել էլի ընդդիմադիր ճամբարից։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթող նախագահ, վերջի կեղտնու ինչ ասես լցում էին վրան եւ բնականաբար հակառակ արձագանքը ստալում էին մեզանից։ Մենք փոքր ազգ ենք, այս ատելությունը մեր մեջ եթե մնաց, ոչ մի լավ բանի չի հասցնելու։ Եթե ինձ հարցնեք մենք ինչու ենք Արցախը կորցրել, որտեվ միջև հետ ապրել ենք ատելության մթնոլորտ։ Որտեվ բուն Արցախը դարել է երկրորդական պլան, առաջնային եղել է մեկը մեկի հետ հաշվեհարդար տենալու խնդիրը։ Բուն նախապատճառը սա է։ Սա եղել պարարթողը, որի վրա կառուցվել է հատուկ ծառայությունների կողմից, քաղաքական կենտրոնների կողմից ամբողջ Արցախի հանձնումը։ Միջև 18 թվական այդ ատելության խոսքը գրեթե չկար Հայաստանում, անկեղծ լինենք, դա ներմուծեց քաղաքացիական պայմանագիրը։ Հիմա նույնը ստանում է։ Նույնը ստանալուց հետո հա փորձել է օրենքներն են խեղաթյուրում, քրեական օրենսգի հոդվածներ են հանել, լրագրողներ են բռնում, բռնաճնշումների են եթում, բայց իրանք արդեն այդ արկղը Պանդորայի բացել են։ Կփակեն 2-ի, կստեղծվեն 4-ը, կփակեն 4-ին, կստեղծվեն 5-ը։ Առավել ևս ամենավատն է, որ համացանցով հայոյելը, մեկը մեկին վիրավորելը, ազնական անկողին մտնելը արդեն դարել է որոշակի բրենդ, հա, սենց ասեմ ձեզ։ Ասենք, եթե 90-ականներին, նորից վերադառնամ 90-ականներին մարդու բնորոշիչ հատկանիշներ Արցախյան պատերազմին մասնակից լինելը, պետության համար ինչ-որ մի բան արածելը, կամ թեկուզ գյուտ կամեն, իսկ հիմա չէ, Facebook-յան լայքեր, առաջինը, որ ասենք ով այս մարդը, բլոգերա ունի դիցուկ 1 միլիոն հետևորդ։ Ինքը արդեն երևույթ է, ինքը իրան առաջի հերթին համարը։ Եվ իրան իրավունք է վերապահում, ինչ-որ մեկին մայր հայոյի, մեկին ծնող հայոյի, մեկին էսանի, մեկին էնանի, մեկին էնանի, այսինքն արժեքներն էլ է փոխված։ Հիմա ամփոփ եմ Էջմիածնի թեման, մենք ընդդիմադիրներով մի բան պետք է հասկանանք, որ արդեն որի օր տեղական ընտրությունն է, անկախ նրանից ով է դարը քաղաքապետը։ Ցույց են տալի, որ տոտալ վարչական ռեսուրսի կիրառման դեպքում անգամ քաղաքացիական պայմանագիրը չի կարողանում հաղթահարել 50+1 շեմը։ Ընդ որում, եթե տեղական ընտրությունների ժամանակ 51%-ը բավարար է քաղաքապետ ընտրելու համար, ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իշխանություն ձևավորելու համար պետք է բացարձակ սահմանադրական մեծամասնություն, որտեղ ԲԴԽ նախագահ, հանրապետության նախագահ, բավականին տենց հոդվածներ կան, որ ընտրվում է ձայների 2/3-ով, այսինքն դու չունեցար բացարձակ մեծամասնություն, դու դառնում ես կաղբատիկ։ Այսինքն ընդդիմությունը հիմիկվանից պետք է մտածի երկու ուղղությամբ։ Առաջինը պետք է փոխի, մենք պետք է փորձենք փոխենք այս մեր ամբիցիաները դնենք մի կողմ, ունենանք հավաքական մեկ լիդեր, ընդ որում հիշեցնեմ, որ 96 թվականի ընդդիմության հաջողությունը հենց նրանում էր կայացած, որ իրանք կարողացան ձևավորվեն, հավաքվեն Վազգեն Մանուկյանի շուրջը, այսինքն եղավ մեկ լիդեր, Լևոն Տեր-Պետրոսյան, ունեցանք այն, ինչ որ ունեցանք։ Նշել, որ հաղթեց, բայց գոնե երկրորդ փուլը դա միանշանակ էր։ Առաջինը ահազանգ ասա, որ պետք է ընդդիմությունը միավորվի մեկ, երկրորդը ընդդիմությունը պետք է դուրս գա այդ լեքսիկոնից, թուրքեր են, էս են, են են, ասենք դա ասելով որևիցե արդյունքի դու չես ստանում։ Որտեղ դա արդեն բոլորը գիտեն, դրա մասին խոսում են բոլորը։
10 հետևորդ ունեցող նորաստեղծ բլոգերից միջև ամենախոշոր քաղաքական գործիչ։ Ու ոչ միայն ընդդիմությունը պետք է համախմբվի, այլ փորձել ժողովրդին համախմբես։ Ոչ թե ասենք դիցուկ, եթե իսկ քանակությամբ անձիկ ձայն են տվել դիցուկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ մարդկանց անվանել ժեղ, ընդ որում իրանք 7 տարի է դեռ 18 հեղափոխական ժողովրդին, որոնցից մի մասնիկն էլ ես եմ եղել, էլ ժեղ, էլ անասուն, երբ որ դու մարդուն այդքանն ասում ես, բնականաբար դու այդ մարդուն ցույց ես տալիս, թուրք, դավաճան, Հա։ ողատու, այդ մարդուն ցույց ես տալիս իր ենթագիտակցական մակարդակով, որ եթե հանկարծ քաղաքացիական պայմանագիրի իշխանությունից հեռանա, դու իրան գալ ես ուտես։ Այստեղ էլ խոսքը չի աշխատում, աշխատում է բնազդը եւ բնազդային վախ։ 1. Ընտրություններին չեն մասնակցում, նորից եմ օրինակը բերում, եթե 2 հոգի փողոցում իրար վերակարակում են, 1000-ից 1-ը կարող է փորձի միջամտի իրանց բաժանի կամ արդարություն պայման, ասած բոլորը փախնելու են։ Հիմա նույնը այն ընտրական մթնոլորտը, որով գնում է հանդիմություն եւ իշխանություն, մարդիկ կողքից նայում են, ասում են նրա տերն էլ թաղեմ, նրա տերն էլ թաղեմ, հարա այդ Հայկո Մկոյի մաննա, որ ասում է երկուստ էլ ճիշտ եք։ Եվ մարդը ընդհանրապես չի ուզում խառնվի։ Այսինքն մենք դի կարողանանք ընդդիմադիրներով ստեղծենք այնպիսի միջավայր, որ մարդը իրոք ուզենա գա ընտրության։ ընդ որում չմասնակցությունը եւս ազդում է այդ ընտրության արդյունքների Այսինքն ասեմ, այսօր վաղաշապատում հաղթել է չմասնակցողը, որովհետև 55% ձայնը չմասնակցողինն է։ Հիմա ուզում են հելնեն երկենք, ուզում են իջնեն ներքև։ Մանիպուլյացիաներից դի փորձան խուսափեն։ Այդ խնդիրը որն է, հին խոսք կա, ասում է, պոպուլիզմին դու չես կարող հաղթել ավելի բարձր պոպուլիզմով։ Այն որ քաղաքացիական պայմանագիրը պոպուլիստ է, կարծում դա արդեն հարա այդ փաստերի դաշտ է, մենակ ընդհանրապես պետք է վկայել իր 21 թվականի նախընտրական ծրագիրը ինչ արել։ Ասենք Դարեձենյան բան չկա։ Այսինքն այդ իրանց տարածած ատելության խոսքին իսկ թող մի հատ փորձեն նույն ձև չպատասխանել։ Դրանով ինչ արել։ Ընդ որում ես դա ասեմ ձեզ շատ փայլուն կերպով կիրառում ենք մենք Երևանի ավականիում, երբևիցե դաշտը չենք մտնում։ Ու հետաքրքիր բան եմ ասում ձեզ, ես զգում եմ որ բոլոր կողմերն էլ արդեն գոնե թե մեր ներկայությամբ այդ դաշտի մեջ են մնում, այսինքն վիրավորանքը համերա գրեթե վերանում է, ատելությունը վերանում է, եւ վերջի ինչ կապ ունի ով իշք կուսակցությունից է։ Հանրայդ փաստա չէ որ այսօր երկրում եւ նախկինում էլ է այդպես եղել, ես չի որ եթե հանրապետական կուսակցությունում եղել է 160,000 մարդ, բոլորը երկիրային ղեկավարում։ Երկիրը ղեկավարում էր իրանք ոնց են ասում, մի հատ փոքր խմբակ, հա։ Մի ժամանակ Սերժ Սարգսյանն էր, Քոչարյանն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, թողից ներողել է առաջին նախագահան։ Այսինքն պատասխանատուն գործողություններին լավ 5, 10, 20, լավ 50 հոգի մարդ են։ Բայց չի կարելի ասենք բոլոր հրաշականներին ասել դուք ֆաշիստներ եք, բոլոր հանրապետականներին ասել դուք թուրքեր եք, նույնը վերաբերվի ասենք խոսքի դիցուկ 50 կամ 60,000 ԿՊ-ի անդամ դառած մարդկանց։ Չմոռանանք, որ միջև էլ բոլորը կոմունիստ էին։ Մեջ դնենք սաղազգին կոտորենք, ասենք դուք ստալինական եք, եսեք կամ եք, դա էլ չէր ելում։ Հենց որ վաղաշաբաթը իմ համար 26 թվականի վանենտրությունների պրիզմայով որ նայում եմ, բավականին դրական ազդակ կա, ասեցի ինչի համար։ Տոտալ վարչական ռեսուրսի կիրառում 21.8%։ Դա նշանակում է, եթե մենք կարողանանք նենց անենք, որ ընտրություններին մասնակցի 55-60%, մարդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նշանազրկվում է։ Այսքան աշխատանքի ուղղությունն էլ ակնհայտ է։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր իր խոստումի տերը եղավ, չէ՞, նրանք թույլ չտվեցին Գյումրի 2։ Ну, Թույլ չտվեցին։ նայեք խնդիրը որն է։ Այ հիմա եկեք վերադառնանք մեր նախորդ հաղորդման ժամանակ Երևան քաղաքի ընտրություններին։ Երբ որ հանրային ձայնը չուզեց գնա երկրորդ ընտրության, որտեղ քաղաքապետ չեն կարող ընդդիմությունից ընտրենք, այ Էշմիածինը ապացուցեց, որ եթե Երևան քաղաքում 2023 թվականին մենք գնայինք կրկնակի ընտրության, այսինքն քվորում չապահովենք, քաղաքապետ չընտրվեր, նշանակվեր նոր ընտրություն, կյանքը ցույց տվեց, չէ՞ որ ընդամենը մյուս ընտրությունների ժամանակ կիրառվեր նույն տոտալ վարչական ռեսուրսը, ընդ որում դեռ 23 թվականին Արցախը հանձնված չէր։ Օրերի տարբերություն էր։ Այսինքն ռեյտինգը այդքան էլ դեռ իջած չէր։ Եվ մենք ունենանք Տիգրան Ավինյան բացարձակ քաղաքապետ։ Այ
կյանքը ապացուցեց, որ հանրային ձայնի որոշումը այն ժամանակ որ չգնալ կրկնակի ընտրության այլ խնդիրը եթե մենք ունենայինք հնարավորություն ընդդիմադիր ընտրելու ու չընտրենք, մենք այդ ժամանակ պատասխանատվություն կրենք եւ միանշանակ կընտրենք ընդդիմադիրին, բոլոր ամբիցիաները կդնենք մի կողմ, բայց մենք չունենք այդ հնարավորությունը, որովհետեւ ես կանանքի տակ էի, պարոն Տիգրան Ուրիխանյանն էլ գտնվում էր հետախուզման մեջ։ Այսինքն մտնում են քվորումը, իրանք մեկա դառնում են։ Կամ պիտի մտնենք քվորումը, ապահովենք, որ կրկնակի ընտրության չգնանք, կամ ընդամենը 2 շաբաթ հետո հերթական ընտրության ժամանակ քաղաքացիական պայմանագիրը Էջմիածնի տարբերակը կնելու էր։ Ապացուցվեց։ Այ ես խորհուրդ կտամ մեր ընդդիմադիր գործընկերներին քաղաքական պլանները, հետագա պլանները գծեն, կառուցեն, վերլուծեն, ոչ թե ատելության ֆոնի վրա։ Այլ այդ էմոցիաները դնեն մի կողմ, փաստերը սիրուն համադրեն։ Ես էլ եմ ասում, իմ համար Էջմիածնի ընտրությունների պատկերը բավականին հույս է ներշնչում, որ 2026 թվականին ճիշտ կոնսոլիդացիայի դեպքում արդեն ակնհայտ է, որ կարելի է շատ հանգիստ այդ հարցը լուծել։ Ամեն դեպքում դուք համարում եք, որ ընդդիմությունը չի ջախջախվել, Իհարկե ոչ։ ընդդիմությունը մասնատված չէր, Նայեք, ընդդիմությունը անհաջողություններ չի գրանցել։ եթե ընդդիմությունը չլիներ մասնատված, ինքը կհաղթեր։ Երկրորդը հիմա եկեք թող իզներեն բոլոր տեխնացուները, ովքեր այնտեղ ներկայացված են եղել, ի տարբերություն Գյումրի, ինչու Գյումրի 2 չեղավ։ Նախ Գյումրիում ընդդիմադիր դաշտից մասնակցում էին 2 խարիզմատիկ լիդերներ՝ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան։ Այսինքն իրանք իրաց խարիզմայով նույնպես հաղթեցին։ Հիմա նայենք տնենք Էջմիածնում ովքեր են։ Փարաքյանում Վալոդյա Գրիգորյանն էր, որ ի սկզբանե խարիզմատիկ լիդերը դե դրա համար 56%-ով տարավ, այլ եմ ասում տեղականացությունները սպეციფիկ է։ Բայց Գյումրիում, ասենք, Սևակը, այն մեկը, մնացած անուններն նույնիսկ չեմ հիշում, մեկը Խաչիկինը միայն ճանաչում։ Վաղարշապատում։ Հա, Վաղարշապատում։ Այսինքն իրանք համատած իշխանության ներկայացի մեխակի, որը արդեն 5-6 տարի էր Խոյ համայնքի Պրիստոմ Հերոսի որդի, ճանաչողության առումով իրանք հաղթում էին։ Եթե Գյումրիի ԿՊ տեխնացուն ճանաչողությունով ինքը զիջում էր Մարտուն Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին, այստեղ հակառակն էր, ԿՊ-ի տեխնացուն էր առաջինը։ Բայց չունենալով այդքան ճանաչված մարդ, ունենալով Սևակի գոյության մասին ես չեմ իմացել, մենակ այս ընտրություններին ու մարդը ցուցաբերում է 30% արդյունք։ Ոչ մեկ թող չասի բավականին հանդիպումներ եւ շատ պատկեր։ Ոչ մեկ թող չասի, որ դա Քոչարյանական էր, Քոչարյանը չէ, այդ մարդ տղան ինքը իրանով, իր ծրագրով, իր խելքով։ Ես անաչառ դիտորդով նայել եմ բոլորի ելույթները։ Մեր մոտ դերքին քննարկման ժամանակ ասել եմ ամենաշատ ձայներ ընդդիմության մեջ, չգիտեմ կհաղթի թե չէ, բայց տանելու այստեղ են ինձ ասեցին, չէ, ինչ ես խոսում։ Կյանքը ցույց տվեց, որ դա։ Որտեղ միակ մարդ էր, որ ծրագիր էր ներկայացնում։ Ընդդիմությունը բավականին լավ դա ստացավ, ահազանգ ստացավ, այսպես ասած, դիեզերքից, որ պետք է միավորվել 1, երկրորդը պետք չի վիրավորել ընտրողներին 2, այլ պետք է մտածել նենց անել, որ այդ ընտրողները ձգվեն դեպի իրանց 3։ 4-րդ լավը կայանում էր նրանում, որ որոշակի նախկին ուժերի հետ աֆիլացված, հա, ուժերը անուններ չեմ տալու, նույնիսկ անցողիկ շեմը չանցան։ Գոնե թե սա սրանց այդ մարդկանց պետք է բերի նրան, որ գոնե ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրանք կրկին անգամ չփորձեն փոշիացնեն, որտեղ մոտ 14% ձայն են փոշիացրել, 14 եթե գումարում ենք ընդդիմադիր անցած 2 ուժին, իշխանությունը Վաղարշապատում փոխում էր։ Սա երեք եւ ամենակարևորն եմ ուզում ասեմ, տեղական քաղաքում իշխանության փոփոխությունը, այստեղ 2 խնդիր կա, որ պետք է նայենք։ Եթե մենք ապրենք այնպես բարձրագույն ժողովրդավարական երկրում, այո, ես համաձայն եմ, որ ասենք դիցուկ Երևանում իշխանության փոփոխությունը Վաղարշապատում կամ Գյումրիում կարա գյումրեցիներին բերի մի հատ լավ հաջողություն, երևանցիներին հաջողություն, բայց ոչ մեր երկրում։ Մեր երկրի իշխանությունը ժողովրդավար չի, բռնատիրական եւ տոտալ է։ Այսինքն իրանք նույնիսկ չեն էլ ամաչում, որ պետական սուբսիդիան քաղաքին չտան, որտեղ քաղաքապետը ընդդիմադիր է։ Հիմա ես այս հարցին նայում եմ այս կողմից։ Եթե պետք է քաղաքապետ դառնա դիցուկ ընդդիմադիրը,
որին պետությունը պետք է չֆինանսավորվի, աղբետ քաղաքում հավաքվի, կոմունալները չլուծվեն, կոմունալ խնդիրները չլուծվեն, ժողովուրդը տառապի, հիմա եկեք հասկանանք Ինչ անել։ ինչն է իմաստը։ Այսինքն խնդիրը պետք է լուծվի գլոբալ։ Ես հաջողություն եմ մաղթում Սևակին, բավականին լավ ցուցանիշ է ձեռք բերել, կոշկանեմ չի հաստատվի, Ընդ որում մանդատներ կունենա։ մանդատներ կունենա, իր աշխատանքով իր ուժը ավելի հզորացնի ու մտածի ում է միավորվում։ Մյուս ընտրությունների ժամանակ ես ինքս այս Էշմածինի փորձը հաշվի առնելով անընդհատ հիմա կոչ եմ անելու, մենք նույնպես վերանայելու ենք մեզ, որ ամբողջ ընդդիմությունը հավաքվի հանդես գա մեկ միասնական տեխնացիով, որովհետև ակնհայտ է, որ միասնական Այսինքն դա է միակ քաղաքացիական պայմանագրին, այսպես ասած, հաղթելու ձևաչափը։ Եթե ընդդիմադիր ուժերը հավաքվում են, ինքն եթե նույնիսկ փորձեն իրենց այդ աֆիլացված ուժերով մի 20 հոգու մտցնեն ընտրացուցակների մեջ, որպեսզի մասնակցեն, արդյունքում իրանք արդեն սկսում են փոշիացնել իրենց ձայները։ Վաղան շաբաթում փաստորեն այդ 14%-ից մոտավորապես 12%-ը մաքուր ընդդիմադիր ձայներ են, որոնք փոշիացան եւ անցան իշխանությանը։ Սա այն կարևոր դասն է ընտրություններից առաջ, որ կարծում եմ ընդդիմությունը միասնական դառնալիս դաս քաղի եւ գնա առաջ եւ կատեգորիկ կերպով հիմա ձեր եթերից օգտվելով ես կոչ եմ անում մեր գործընկերներին մի վիրավորեք ընտրողներին։ Դուր կան կարճատև գովազդային դադարի պարոն Գալստյան եւ մեկ այլ թեմայի շուրջ էլ ուզում եմ ձեզ հետ խոսել, այնպես որ կարծում եմ կհասցնենք այս հաղորդման շրջանակներում։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում հետևեք, կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է։ Պարոն Գալստյան, ամեն դեպքում կհետևենք վաղաշապատի զարգացումներին, հենց ինքը Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ արդյունքները արդարացնել է պետք, տեսնենք ինչպես կլինի։ Թող արդարացնի, քավ դիցի նորից եմ Ընդ որում դա նաև կապ ունի որպես Էջմիածին, որպես մեր հոգևոր կենտրոն, սա պատահական չէր ընտրված եւ այս ընտրությունները, հենց վաղաշապատի ընտրությունները 2026-ի կարծես թե քննական նախաքննություններ, այնպես որ պետք է որ տեսնենք։ Մի բան էլ ամփոփեմ այդ թեմայի շուրջ, գալուց առաջ մի երկու հրապարակում տեսա էլի արդեն քաղաքացիական պայմանագրի մանիպուլյացիաների կողմից, որ իբր թե եւ Գյումրիում եւ Վաղարշապատում իրանց ձայները 50%-ով, ախր մեկը մեկին արժանի են, էլի, ավելացել են։ Ուղղակի զուտ մտա կենտրոնական ընտրական հանձնաժողով, սկսեցի համեմատել իրանց հրապարակած թվերը իրականության հետ։ Մարդիկ ասում են մեր ձայները առաջ եղել է 10,000, հիմա դարել է 15։ Հիմա էլի օգտվելով ձեր եթերից ուզում ասեմ ժողովուրդ ջան, լավ չի կարելի ազգին կամ մարդկանց գիտակից մասային այս աստիճանի հիմարի տեղ դնել։ Ասենք մոռանում եք, որ Գյումրին էլ եք խոշորացրել, Խոյ համայնքն էլ միացրել եք Վաղարշապատին։ Ասենք եթե հիմա այս վեկանում գումարում եմ Դիանայի ձայները հավաքած մոտ 5000 էր։ Նույն Արգիշտի Մեխակյանի ձայները, որ եղել է 10,000, խոշորացումից հետո գրեթե մնացել է նույնը։ Այսինքն ոչ մի աճել չունեն, ընդհակառակը նվազում է։ Նույն ձևի Գյումրին է, որ այդքան ձայները բարձրացան, որտեղ մյուս բտրապես 15 գյուղ միացրեցին, Գյումրին էլ խոշորացրեցին։ Այսինքն այստեղ խոշորացնում են, վերջնական արդյունքում վերցնում են ամենափոքր թիվը, ասում են մենք հզորացել ենք։ Ես ուղղակի նորից եմ ասում, կոչ եմ անում եւ ընդդիմադիրներին եւ իշխանությանը վերադարձեք իրականություն։ Դուսեք եկեք սոցիալականից, դա է մեզ կործանելու։ Բայց էլ եմ ասում, իմ համար ոգևորիչ է այնքանով, որ տոտալ վարչական ռեսուրսի կիրառում, ձերբակալություններ, ահաբեկչություն իշխանության կողմից 21.8% եւ նույնիսկ 51%-ը չկարողացան անցնել։ Այն կես ժամ լուսերն էլ որ անջատվել են, ամբողջ Էջմիածին քաղաքում համարում են պատահականներ։ Էդի համարենք թուրիստների Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը այնքան հնարավորություն ուներ, որ ազգային անվտանգության մեկուսարանից Էջմիածնի լուսերը անջատեց, արդյունքում ԿՊ-ն հաղթեց։ Էդ էլ ոչ մի սարկազմ չունեմ, համարենք զուտ պատահականություններ, խորհուրդ կտանք ուշադրել են, որ Սամվել Կարապետյանը մյուս ազգային ժողովի ընտրությունների ժամանակ աստված չտա եթե միած մեկուսանում, հանկարծ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ամբողջ հանրապետության լուսերն ընդդեղից չանջատի։ Կհետևենք ամեն դեպքում վաղաշապատի հետ կապված զարգացումներին, հիմա ուզում եմ անդրադառնալ, դուք ուրիշներին կոչ եք անում վերադառնալ իրականություն։ Դուք որքան եք այս իրականության մեջ, որ հանրային ձայնի կողմից հայտարարություն եք տարածում Նարեկ Սամսոյանի, Վազգե Սաղաթելյանի կալանավորման հետ կապված, նրանց անվանում եք խաղբանտարկյալներ, հաշվի առնելով, որ ձեր ծանր այդ ժամանակաշրջանում, երբ ինքներդ այդ իրավիճակում եք, նրանց կողմից ոչ մի օբյեկտիվ գնահատական չեղավ եւ ավելին։ Ընդ որում հայտարարությունում դուք նշում եք մեծահոգություն եք ցույց տալի։ Հիմա պարոն Գալստյան, այստեղ միտքը ո՞րն է։ Դուք սրանով ուզում եք մարդկանց հիշեցնել, որ ամեն մեկի հետ կարող է պատահել այնինչ եղավ ձեզ հետ, պետք է այստեղ լինել ավելի խոհեմ, ավելի աչալուր, թե սրա մեջ ինչ-որ հեգնանք կա, որը դուք… Չէ, հեգնանք բացարձակապես չկա, որտեղ անբարոյական եմ ես համարում անազատության մեջ գտնվող մարդու վերաբերյալ, որովհետեւ հեգնական կամ նույնիսկ վիրավորական ինչ-որ մի բան ասելը, ու ստե ասեմ ձեզ ամենակարևորը իմ համար եմ գոնե ասում, իմ ներքինի համար, այստեղ բացարձակապես կապ չունի, թե ով է նստած։ Այդ նստած մարդը ունի կին, ունի երեխաներ, ունի ծնողներ, ունի հարազատներ, որոնք երբ որ սա իմ սեփական փորձից եմ ասում, որ երբ որ իրանց հարազատին տանում են մեկուսարան, այդ մարդիկ բադառնում են բավականին զգայուն սոցիալական ցանցերին եւ նրան ես խեմ ասում, որ չի կարող լինել հեգնանք, որովհետև հաստատ ոչ Վազգեն Սաղաթելյանի, ոչ Նարեկ Սամսոնյանի ընտանիքները դրան արժանի չեն։ Սա առաջինը։ Այո, իմ նստած ժամանակ իրանք իրանց ոդկասթներով արել են արտահայտություններ, որով գրեթե հիմնավորել են, հա։ Իշխանության առաջադրած այդ կես մեղադրանքները, բայց էլի աստված իրանց հետ։ Այն նորից վերադառնում են այն ասացին։ Հիմա եթե իրանք ասել են քաոլիցիա անձնական վիրավորանք չի եղել, բայց հիմա եթե իրանք ասել են ես իրանց ասեմ, ով է դրանից շահելու, սա առաջինը։
Ինչ են իրանք քաղաքաբանտարկյալ հրապարակման մեջ հստակ ասել են Եվրոպայի խորհուրդը ունի բանաձև, ըստ որի որն է համարվում քաղաքաբանտարկյալ, այսինքն դա ոչ Գալստյան Արտակն է որոշում, ոչ Նիկոլ Փաշինյանն է որոշում, ոչ էլ Դիցուք Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչյանը կամ Սերժ Սարգսյանը, կա բանաձև։ Մեջ հստակ շարադրել եմ, ակնհայտ է, որ հաղորդում տվող անձը, չեմ ուզում հիմա անուններ տամ, հաղորդում տվող անձով հաղորդում է տվել Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի վրա, ինքը նույնպես տվել է հայերենք, տվել է հրապարակային, չգիտես խի դարձել է դժոխք։ Սա առաջին, օրենքի հավասարության սկզբունքի խախտումն է ակնհայտ։ Երկրորդը Նարեկ Սամսոնյանի գործը քննել է հայտնի դատավորի անձին ոչ մի բան չեմ ասում, որի վերաբերյալ իրանք ունեցել են բազմաթիվ վիրավորական ոդկասթներ իրանց եթերում։ Տրամաբանական է, որ նույն դատավորը տեղակա, թե այս երկու հաղորդավարները իր մասին ինչ կարծիք են ունեցել, չգիտես ինչու այդ գործը քննվում է, այսինքն դատավորն եղել է դատավորը եղել է բացարկի ենթակա։ Չեմ ասում վճիռ օրինական չի, դրա համար ինքը ունի իր փաստաբանները, բավականին լուրջ մեկնաբանություններ տալիս։ Այսինքն այս երկուսը եւ անհամաչափ ուժի կիրառումը, ինչպես նաեւ ասենք տեխնիկայի արգելավումը այդ գործի շրջանակներում, այս 3 պարամետրը առավել քան բավարար է, որ դա լինի հստակ ֆիքսվի, որ ինքը քաղաքաբանտարկյալ է։ Անկախ Արտակ Գալստյանի իրանց հանդեպ ունեցած ազնական վերաբերմունքից կամ ոչ վերաբերմունքից։ Հիմա նաև այ տիպիկ օրինակ է, տեսեք, հիմա տղաները իրանց պատկերացմամբ պայքարում են գործող իշխանության դեմ։ Խոսքի ազատությունը եւ բայց իրանց բուն նպատակը իշխանափոխությունն է։ Այմա օգտվելով առիթից առանց որևիցե մեկին ոչ ուզում եմ նվաստացնել, ոչ վիրավորեմ, այլ ես ուզում եմ, որ մեր ընդդիմադիր դաշտը եւ լրագրողական դաշտը հասկանա մի բան։ Լավ, ընդունենք, որ իրանց ոդկասթը բավականին ես դες ասեմ, իրանց առաջի կալանավորումից, միջև առաջի կալանավորումը ես երբեք իրանց չեմ դիտել։ Երկրորդ կալանավորումից հետո, երբ որ հայվյանքը գրեթե իրանց մոտից վերացավ, բավականին ակտիվ գիտողներից մեկն էլ ես եմ եղել, նայում եմ, տեսնում եմ աճը, կոմենտարիաներն ենք նայում, տենում ենք։ Այսինքն որոշակի դրական լավ, գցենք օգտակար գործողության գործակիցը, թող լիներ 5-10%, մարդիկ կարողանում էին մասսահավաքեին, բացատրեին, զարթանցնեին։ Հիմա տղաները այդ ուղու վրա մտնում են էմոցիոնալ պորտման մեջ, հերիք չի իրանք են կալանավորվում, այն որ իրանք կալանավորվել են, վաղն էլ դուրս են գալու։ Պինդ տղաներ են, առաջի անգամ չի արդեն, վստահ եմ, որ իրանց մոտ ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց ես իմ այս հարցից այս կողմից եմ նայում, որ իրանց էմոցիոնալ պորտման արդյունքում վնասեցին իրանց բուն նպատակը եւ այն դերն ու նշանակությունը, որոնք ունեին այդ նպատակի իրականացման համար։ Այսինքն նույնիսկ դաշտից 2 ամսով իրենց բացակայությունը արդեն ահագին բան է իջեցնելու, այսինքն իրենք նորից եթե սկսեն 0-ից պետք է սկսեն։ Դու կարող ես 0-ից չսկսեն, խոսքը վերաբերում է այն մասային, որոնք իրանց զարթացրել են, սթափեցրել են։ Այ ես խորհուրդ կտամ բոլորին, հիմա մենք բոլորս գիտենք, մենք մի իրականության մեջ ենք, որ քննիչ ուղարկի թուղթ տվեկանում է ցանկացած քաղաքացու վրա։ Ասենք նոր ընդմիջման ժամանակ պատմեցիք, ասենք հիմա եթե մեր սիրելի Ռուզաննա Ասատրյանը, որին ճանաչում դեռ 90-ականներից կարալ դառնալ Դիանայի սկեսրայրը, դա նշանակում է ցանկացած մարդ կարող հայտնվի բան։ Այսօր մեր պետության մեջ ոչ մեկ դրանից ապահովված չի, ընդ որում ԿՊԱ-ականներն էլ ապահովված չի։ Մի մարդու իշխանությունն է, թագավորը սենցա որոշը տենց են անում, նենցա որոշը նենց են անում։ Գրում են, ընդ ունեն իրաց դատավորները դակում են, Աստված իրանց հետ։ Այսինքն դուք այսքանը իմանալուց, եթե քու գեր նպատակը մեր սիրելի Վազգեն Սաղաթելյան եւ Նարեկ Սամսոնյան, եթե բեր ամբողջ նպատակը եղել է իշխանապողությունը ժողովրդին զարթացնելը, որի համար ձեզ համայն հայությունից այդքան ներդրումներ են արել, ես իրանց եմ հավատում, ոչ թե այն բաներին, որ ինչ-որ Սերժն է իրանց ֆինանսավորում կամ են։ Այսինքն մի ամբողջ թիմ ձեզ իրանց բերանից կտրում է ձեզ ֆինանսավորումը, դուք գոնե թե այդքան պատասխանատվություն պետք է ունենաք, որ չծայթակելու։ Ապրես, պրովոկացիաներին չընթարկվեք։ Հանուն ASV նպատակի։ Այն որ իշխանապողությունը լելու է, ես էլ չեմ կասկածում։ Համբերեք մի քանի ամիս, վերջում այդ հարցերի պատասխանները կտայք։ Ասենք ինչ տվեց ձեզ դա։ Վնասից բացի ընդհանուր գործին։ Ես համարում եմ մենք բոլորս մի թիմ ենք։
Հիմա իրանք իրանք էմոցիոնալ պորտկումով վնասել են ընդհանուր գործին, որովհետև այն իրանք զարթացրած էլեկտորատը կարող է նորից քնի, կարող է նորից վախենա, կարող է նորից փակվի։ Եկանք հասանք այն 55%-ին, որ երբ որ երկու հոգի իրար մորթում են, 10-ից 1-ը կարող է գա միջամտի, մնացած 9-ը փախնելու են կամ չտալու են տալու։ Այ Աբովյանի հանրաճանաչ սպանության դեպքում կադրերով նայում ես, մարդուն դանակով խփում են արունակ համալում, կողքից մարդիկ անտարբեր անցնում են, որովհետև ոչ մեկ չուզում դրան մասնակցի։ Այս է պետք ջարդը։ Մասնակցելով էլ մենք Սա իրանց վերաբերյալ հեգնանք չկա, ոչինչ չկա։ Իմ համար էլ եմ ասում, մարդ եթե ես իրավապաշտպան եմ, ես իրավաբան եմ, մարդ եթե քաղաքբանտարկել է, պետք է ասես քաղաքբանտարկել է։ Ճիշտ է։ Իրանց թևը կատեգորիկ կերպով, չգիտես, մտածում է, որ մենակ մեր դեպքում է, որ իշխանությունները շատ օբյեկտիվ են գործել, իրանց դեպքում անօրինական է, բայց ոնց որ Վարդան Ղուկասյանի դեպքում, նույնպես էս դեպքում ինչ-որ բանով իրանցից տարբերվենք, թե չէ քաղաքականությունն ու անձնական հակակրությունները լրիվ տարբեր բաներ են։ Իրանք քաղաքբանտարկելներ են, դա նույնիսկ չէ քննարկվում։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտին, պարոն Գալստյան, շնորհակալություն եմ հայտնում, այսօր այսքանով կավարտենք, թեմաներ բավականին շատ են, կարծում եմ մենք հանդիպումներ էլի կունենանք եւ կանդրադառնանք այդ ամենին, հատկապես իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին, արդեն դուք մասնակցում եք Երևանի ավականու նիստերին, արդեն այնտեղ եք, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւս մեկ անգամ եւ տա Աստված, որ ինչպես դուք եք ասում, ձեր դեպքը չկրկնվի այլոց հանդեպ, որովհետեւ դա իրոք ոչ թե իր օբյեկտիվ օրինակ տղաների համար դուք գրել եք, որ այդ խուլիգանության ձևակերպումն էլ արդեն չէր համապատասխանում։ Ամբողջովին ապօրինի կալանք։ Ապօրինի կալանք է։ Այնպես որ հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին այս տաղավարում կհանդիպենք։ Աստված բոլորիս հետ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։